Դերասանուհի Լիաննա Վանոյանը սիրված է շատերի կողմից, դերասանուհին շատ անգամներ ինստագրամյան հարթակում հումորային կոնտենտով է հանդես գալիս, այդպիսով ուրախացնում և ջերմ տրամադրություն փոխանցում իր հետևորդներին։ Այսօր Լիաննա Վանոյանն ինստագրամյան հարթակում ավելի խորիմաստ հրապարակումներով է հանդես եկել, նա պատմում է, թե ինչպես ամբողջ կյանքում չի կարողացել անարդարությունը տանել և որ իր համար անարդարության մասին չխոսողները և անարդարություն տանողները այդ գործի մեղսակիցներն են։ Լիաննա Վանոյանը պատմել է, թե ինչպես է մեկ անգամ երթուղայինում միջադեպի բռնկվել մի տարեց տղամարդու հետ, ով մեկ այլ ուղևորի տարիքով փոքր աղջկա փորձել է հայացքներով և ձեռքերով դիպչել։ Լիաննա Վանոյանին այս ամենից հետո տեղափոխել են ոստիկանություն, դերասանուհին պատմում է, ինչը ներկայացնում ենք հաջորդիվ։ Բարի ուշ երեկո, գիտեք, բարի ուշ երեկո։ Սա սպարկած եմ թերթում եմ ինստագրամը, դե վաղուց արդեն են բանը պամիդորի և բանանի սիրառատ պատմությունները AI-ով են, որ վիդեո ներկա է, հաստատ նայել եք, որ զգում ես, որ ուժը սա, բայց նայում ես։ Բանանը սիրում է կլուբնիկին, իրանց բռնում է սմբուկը, հետո գալիս կա լացակումած կաբաչկան, ուզում հասկամ ում վատ երազներն ենք նայում, հետո հասկացա, որ սցենարիստի աչքերով այդ բանջարաբոստանների կյանքը ավելի հետաքրքիր է, քան լիքը մարդու կյանք։ Իմն է հետը, իմն է, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, խի եմ մինչև վերջ նայում, որ տենամ բանանն վերջում տուն գնաց, թե չէ։ Ճիշտ ասած, մեկին բան եմ ուզում ասել, ունեք դուք տենց հարևան, որ ինքը ձեզ գիտեք ոնց է բարևում, երեսի զոռով, հա, սենց ընդհանրապես տակտի առումով, նույնիսկ մտնում է լիֆտ, ղրդաբով մարդա կանգնած, չի բարևում։ Սկզբից մտածում էի, որ աչքերի հետ խնդիր կա, երևի չի տեսնում, հետո երևի նիվիդիմկա է ինքը բանով, դուք ասեք գարոսկոպով, ուզում եմ հասկամ, ես ունեմ տենց շենքում տենց հարևան, թե դուք էլ ունեք։ Անկեղծ եմ ասում, վիբրացիայի վրա մտնում ես, իմ էմոցիա է դեմքին։ Ուզում ասեմ, ընկեր, բարևն ասումն է, եթե լսում ես, խնդրում եմ կամ գվա կամ բվա, սիրելի հարևան, լավ։ Ուրեմն մի բան ասեմ, դե իմ համար շատ ցավոտ թեմա է այս, բոլորին չի վերաբերում, բայց տարիքով մեծ ձյաձաները, նու իմ համար ձյաձա ամենայն դեպս էլի, ես 33 եմ, 55 տարեկան մարդը կներեք իմ համար ձյաձա է։ Բանը, ես այն ժամանակ շատ ուշադիր էի, որովհետև ոխովոր ագրեսիվ էի այդ թեմային վերաբերում, թե ոնց են իրանք ջահել աղջիկ երեխեքի հետևից նայում։ Ես հիմա այդ հայացքները, որ բռնում եմ, այն ժամանակ մենակ հայացքն էի բռնում, հիմա տակի ենթատեքստն եմ հասկանում ու անկեղծ շոկի մեջ եմ, լուրջ եմ ես ձեզ ասում, մենք շատ երկար ժամանակ ապրել ենք այդ խնդրի մեջ, առանց հասկանալու, որ մենք հոգեպես անադեկվատ մարդկանց մեջ ենք ապրել։ Այդ ոնց են նայում, որ իրականում մի անգամ, հեսա լրատվականները կգրեն լանային տարել են խաղմաս, մի անգամ այդ այնց մանյակի պատճառով երթուղայինի մեջ փոքր էի ես, նու փոքր չէ էլի մի քանի տարի առաջ էր երևի 8 տարի առաջ կամ 7 տարի առաջ մի հատ այդ այնց մանյակի պատճառով, որը ինչ-որ երեխայի մի 12-13 տարեկան ջութակ նվագող երեխայի հետ կապված ինչ-որ իրա ձեռքերին երկարություն էր տվել, ես հայտնվեցի խաղմասում, շնորհակալ բնականաբար ես սկանդալ սարքեց, որտեղ այդ երեխեն լացելով ինձ ասեց, ես էլ չեմ հիշում, մենակ այդ ամեն ինչի մեջ զավեշ տալի պատմությունը այն է, որ ես հասցրեցի 200 դրամ վճարեմ այդ ավտոբուսի վարորդին ու իրան իջացնեմ մեքենայից այդ մանյակին ու հայտնվեցին խաղմասում, շնորհակալ եմ։ Իդեպ այս պատմության մասին նաև տեղյակ չեն իմ ընտանիքի անդամներ, ընկերներս են տեղյակ,
որովհետև ես այդ ժամանակ թատերական էի սովորում, մի հատ էլ զանգահարեցին ինձ բաժանմունքից ու ծնողներս տեղյակ չեն, ընտանիքս տեղյակ չի, այդ իմ համար մի թեմա է, որտեղ ես բավականին հավասարակշռված մարդ կորցնում եմ ամեն ինչ, աչքերից դեմը սևանում է, ես հիշում եմ այդ փոքր երեխու հայացքը, որ այդ գիշերն ու իրիկուները արդեն ձմեռ էր, որ շուտ էր մթնում, պարապմունքից էր գալիս այդ երեխան, ինչու ես զգացի ինչ-որ տարօրինակ բան, ու այդ երեխան սկսեց հեկի կոլով պատմել, ու ես այդ տղամարդուն ես չգիտեմ ոնց եմ իջացրել ավտոբուսից, տոր կանգեղնեի, ով էի, բռուստ լինեի, ով էի, ոնց արի։ Սենց մի քիչ խոսք-խսանք իրար հետ, ես տարիների ընթացքում անկեղծ շատ եմ փոխվել, որովհետև ես շատ իմպուլսիվ եմ եղել, անտանելի։ Իմ կռիվը արդարության համար փոքր ժամանակվանից ա եղել, փոքր ժամանակվանից։ Դպրոցում, որտեղ ես էի սովորում, ունեի դասընկերուհի, ում մայրիկը աշխատում էր մեզ մոտ հավաքարար, անունը չտամ, շատ անուշ կիներ ու շատ լավն էր իր աղջիկը, ում հետ սովորում էի ու դասարանում մի տղա ունեի, ով տենց մատնանշեց, որ մեր դասընկերուհու մաման հավաքարար ա ու ինչ-որ տենց հիմար բան ասեց, այդտեղ էլ ունեցա վեճ, հետո խայտարակ վեճ ունեցա, երևի մամաս կհիշի դպրոց կանչեցին իմ վատ պահվածքի համար, ատում եմ անարդարությունը, նինավիժու, հասկանում եք, իրական մի բան ասեմ, ինձ համար անարդարության հետ համակերպվելը, նույնն է դառնալ մեղսակիցը, հասկանում եք դրա, չեմ կարող բացատրեմ, ես երբ որ չեմ խոսում անարդարության, տեղի ունենում անարդարություն չեմ խոսում, ես մտածում եմ, որ ես էլ եմ դրա մասնակիցը։ Իհարկե հիմա ավելի այսպես մտածված ու տեղին ու դիպուկ եւ որոշակի ոչ թե խոսք լինի, այլ կառուցողական վիճակի գնալու միտում ունեմ, երբ որ մտնում եմ դրա մեջ խոսում եմ, ուղղակի չեմ խոսում, այլ մտածում եմ, ոնց կարելի է շտկել դա, բայց ինձ համար դա հիվանդագին թեմա է, շատ, չեմ սիրում անարդարություն, չեմ սիրում, որ մարդիկ դիմացինին արժեզրկում են, սենց խոսում ենք, ուրեմն ես վերջերս, չգիտեմ, ես վերջ մի ամիսն է ինչքան է, բավականին ծանր է էներգիան, ում հետ շփվում ես, մեծամ ասեմ, դեպրեսիայի մեջ են, ապաթիայի մեջ են, անուժ, անհավես, նեգատիվը, անկեղծ ասած, ինքան շատ է, ու ինքանը մեծամասնություն կազմում, որ մարդիկ անկեղծ ասած, սենց նայում ես, մարդիկ խամրած են, ծանր ինչ-որ շրջան ենք անցնում մենք շատ հաճախ ես արտաքին ազդակները չենք հասկանում, բայց ինքը մեր վրա իսկապես ծանր էներգետիկ բան է ունենում, էլի, արդյունք է ունենում,